ասում էր իմ գեներալը ոնց կասի տենց էլ կանեմ։ Կարապետյանների ընտանիքի գեներալը կորցրել է իր տան 2 զինվորի 19-ամյա ժամկետային զինծառայող որդուն Արմենին եւ մարմնի յուրաքանչյուր բջիջով Արցախի հաղթանակով ապրող ազատամարտիկ ամուսնուն Էդիկ Կարապետյանին Շունեդոին։ Հոկտեմբերի 2-ից այս տանը բառեր չեն գտնում խոսել վշտի մասին։ Մեկ օրվա տարբերությամբ հայր ու որդին զոհվեցին անօդաչուի հարվածից։ Իմ աղջիկը ինձ ասեց, մամա, Արմենչիկին որտեղ ենք ուղարկավորելու, մեր գերեզմաներն ենք տանելու, թե Եռաբլուր։ Ասի չգիտեմ, պապան թող գա որոշի, որտեղ պետքա տանենք, Եռաբլուր կտանենք, թե մեր գերեզմաները, որտեղ սկեսրարս էլ աստեղ փարակարայել գերեզմաներ ունենք։ Ատենց, սաղ հուզվեցին, սաղ լացեցին, բայց ես չպատկերացրի ինչի համար են լացում, ինչի համար են ուզվում։ Իրանք արդեն գիտեին, որ ամուսինս էլ չկա։ Ասեցին, որ Էդիկն էլ մահացած։ Իրար հետ ու Արմենչիկին պահել են հերձարանում, որ Էդիկին էլ բերեն մի անգամից իրար հետ ուղարկավորեն։ Արմենի լույս աշխարհ գալուն հայրը 11 տարի էր սպասել, ավագ քույրը հենց 11 տարով է մեծ նրանից, կրտսերը 9։ Տղան նաև Ռուսաստանի քաղաքացիություն ուներ, բայց հայրը ցանկացել է, որ որդին անպայման զինվոր դառնա ու շարունակի հայրենիքի պաշտպանության իր գործը։ Ասեց ես պետք է գնամ իմ տղայի մոտ։ Գնաց, փորձեց գնալ տղայի մոտ, չստացվավ, չթողեցի։ Ասեց տարբերություն չկա։ Տղայիս մոտ գնամ, թե ինչ որ մի հատ զինծառայողի մոտ գնամ, թիկունքին կանգնեմ, թեկուզ եւ առողջություն չունեմ, առողջականս վատա, թեկուզ եւ չկարենամ ոչ մի բան անեմ, բայց ինչ որ մի բանով օգտակար կլինեմ։ Արմենը խոհարարությամբ էր զբաղվում, նպատակ ուներ ռեստորան բացել։ Մայրը պատմում է, ամեն ինչ իրենից ավելի համեղ էր պատրաստում, հատկապես աղցանների համը չի մոռանա։ Որդու տուն վերադարձին 10 ամիս էր մնացել։ Ու ինքը միշտ ինչ որ ասում էր, ճիշտ լինում էր։ Հետո տարիների ընթացքում մենք զգում էինք, որ ինքը ճիշտ էր ասում։ Իր այդ կանխազգացումը իրոք իսկականից Շուն Էդոյի ասում էր պատերազմը մեկա լինելու է պատերազմը։ Հիմա ես իրան ասում եմ, եթե ինքը գիտեր, որ մեկա պատերազմը լինելու է, չգիտեմ, մեկա ինքը ինչ էլ ուզում էի անի, մեկա ինքը տղային պետքա ուղարկեր բանա, պետքա ծառայի։ Հայր Էդիկին հասկանալու համար պետք է լավ ճանաչել Շունեդոին։ 88-ի հունիսի 30-ին ամուսնացավ Բաքվում ապրող արմատներով Գորիսից իր կնոջ հետ։ Հուլիսի 1-ին եկան Երևան եւ 4 օր հետո, երբ Զվարթնոց օդանավակայանում բախումներ եղան, վիրավորվեց։ Կինն ասում է, հենց այդ օրվանից Էդիկի կյանքի նպատակը դարձավ Արցախի հարցը։ Իրա գնա, որպես ինքը ազատամարտիկ գնացել է, ես գնում եմ իմ հայրենիքը պաշտպանելու։ Եթե թուրքը գա Ղարաբաղ, հաստատ Գորիս էլ կգա։ Դենդեղից արդեն ջոկատ են կազմել, արդեն այդ Լաչինի հատվածներում բան տենց գնացել է։ Մինչև 94 թիվը ինքը կռվել է հայրենիքի համար, 2 անգամ վիրավորված է եղել, կոնտուզիա է ստացել, կոնտուզիան ստացել է ինչի համար։ Մինապատած դաշտից Ղարաբաղից եկած ընտանիքին է փրկել։ Հինգ 6 տարեկան էի, ինձ իր հետ տարավ սահման։ Տարավ ու այդ ընթացքում շարեց զինվորներին, ասեց դե որ ով որ կարա փախնի, ով որ ուզում է փախնի, թող հենց հիմա փախնի։ Ես իմ աղջկան բերել եմ։ Ու անգամ տանկ եմ նստել իր հետ։ Ես ականատես եմ եղել իմ գիտակցված կյանքը 5-6 տարեկանից սկսված հայրենիքի նվիրյալ լինելը, թե ինչ է հայրենիքը, ու այն որ ինձ տղայի նման էր մեծացնում, որ ես իր տղան եմ, հետո որ արդեն եղբայրս ծնվեց,
այդ իր համար մի հատ ուրիշ աշխարհ էր, ուրիշ, որ ինքը տղա ունեցավ ու զինվոր ունեցավ ինքը։ Սրա եւ մի շարք այլ դրվագների մասին Էդիկը գրել ու պատկերազարդել է տվել իր օրագրում։ Ամեն մի դետալն ու խոսքը հստակ նկարագրված են այնպես, ինչպես իր հավատարիմ շունը Ամուրը, հենց որի շնորհիվ էլ պատերազմի դաշտում զինակից ընկերները Էդիկին շուն մականունով էին կնքել։ Այդ շունը այնպեսի խելացի շուն էր, որ սարի վրա ինչ որ իրանք որ թուրք են սպանել թե в общем ինչ որ այդ բանը այդ շունը տվել են այդ կոշիկը հոտոտելա թե ոնց թե ինչ են արել այտենց որ սարի վրա որ դիրքի վրա թուրքը կար այդ շունը այդ ուղղության վրան հաչում էր այդ ուղղության վրան հաչում էր ու իրան գիտեին եթե ինքը հաչում է ուրեմն տեղ սնայպեր կա Ամուրին գտել էր պլաստմասի գործարանի տարածքում, որտեղ աշխատում էր, եւ ծնված օրից պահել նրան։ Շունն էլ իր հավատարմությամբ էր նրան երախտապարտ եղել առաջնագծում, լուռ վկան լինելով եռաբլուրի ճամփան բռնած զինվորների սխրանքի։ Հայրիկները բոլոր երեխաների ձեռքները բռնած կարուսել են տանում, բայց ինքը մեր բոլոր երեխաներին, հորաքրոջս երեխաներին մեզ սովորացրել է եռաբլուր գնալ ու հարգել ու բոլոր նկարների մեջ կա, որ իրոք ինքը ստիպել է մեզ հարգենք եռաբլուր պարկած մեր հերոսներին։ Շունեդոյի հարազատների աչքը եռաբլուրի ճամփին է։ Հիմա այն դարձել է տանից ավելի թանկ վայր։ Այնտեղ ննջում են հայր եւ որդի Կարապետյանները։ Հասմիկ Առաքելյան, Եսայի Պետրոսյան։